Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նաև այստեղ տնտեսվարողներից նշեցին, որ ծաղի կարտադրողներին թույլերի տվյալի բանակցություններ են խարել։ Բացի ծաղիկը, էլի մեքենա ա եղել, որ անցել է, մեքենա ա եղել, որ բռնել են, էլի գազ մոտորից։ Իսկ ինչու մի դեպքում գործում Չէ պարզ։ Կարա խոսքի կնայես դեմքին, դուրս չգա, խոսքին կխոհանդի մտված բան։ Այսինքն իրավիճակից օգտվում են գուցե նաև ստվերային ինչ-որ գործարքների մեջ են գնում։ Էլի ըստ նայ։ Դարձու գալիս ես անցնելու ժամանակ ինքը նայում է սիմպաթիան բռնեց ու ուղարկում է ռենտգեն կամ չի ուղարկում, դե դա ստից բաներ է, դա ժամանակի կորուստ է, բայց ասես որ 20 օր, ես ամսի 25-ին եմ եկել, թե քանիսին եմ եկել, մենք գալիս էինք միշտ 2-3 օր մնում, գնում էինք ռեսի։ Հիմա ես արդեն ինչքան մի 17-18 օր տունն էր, այդ տոկոսա վարկա մերն է բանով է, մենք խոսքի գնացինք ռեսի եկանք, այդ ձև ենք փող ստանում, էլի, նենց չի որ ամիսը լրացավ մենք փող ենք ստանում։ Հիմա այստեղ քաղաքական երկրատեսակը տեսնում եք։ Որ 3 տարի քշում ենք չի եղել, կարող է, էլի։ Մենք դաժե տեղը չենք իմանում, մեզի որ օրինակ իմ ընկերոջս որ ուղարկել են, ինքը հարցրել է։ Էդի այն տեղն է, որտեղ որ դու պետք է թաքուն բան անցկացնես, քեզի բռնեն, էլի։ Իսկ մենք այսքան ժամանակ պաբիրոս այդներս չենք անցկացնում։ Այսինքն ինչ եք ենթադրում դուք, օրինակ ըստ ձեզ ինչն է պատճառը։ Ինչ են ասում կամ ներքին խոսակցություններում։ Նորից եմ ասում, իրանք բան չեն ասում։ Դուք ինչ ենթադրություն եք, ոլորտի ներկայացուցիչներդ ինչ ենթադրություններ ունեք։ Ես բարով տնտեսություն։ Դե նկատում եմ չեք խոսել, չեք առնչվել այդ թեմաներին։ Հիմա կա վարորդները շատ բան ասեն հիմա այդի։ Դու ասեք, ինչ են ասում վարորդները։ Որպես ձեզ որն է։ Վարորդները ճանապարհորդում են, երկար գիտեն ինչ է կատարվում։ Հիմնական առնչվողը դուք եք, չէ՞ փաստորեն։ Անմիջական առնչվողը դուք եք։ Ես չեմ կարող ասել։ Լավ, մեր պետության անելիքներին եթե անդրադառնանք, ըստ բավարար չափով ջանքեր ներդրվել են, որ այս խնդիրը չլինի։ Չէ, որ դրացելներին մի կլներ այդ խնդիրը, այն օրը խոսում էին, էլի ազգային ժողով։ Դե հանդիպելու են, բայց մենք չենք ստեղ կանգնած, որ հանդիպելու են։ Մարդուն հարց են տալի, մարդու ուրիշ բան է պատասխանում։ Կոնյակից են խոսում, ինքը ծաղիկ ու տեքստիլից է խոսում։ Իսկ այսօր ամենաառաջնային Հայաստանից գնացող ապրանքը կոնյակն է։ Ես ինչքան մարդ ենք աշխատում։ Հիմա շոֆերը որ չգնաց, այս մարդիկ ոնց են աշխատում։ Կոնկրետ վնասներին եթե անդրադառնանք Ես վնասների մաս չեմ կարող ասեմ։ Ես դուք կոնկրետ որպես վարորդ ինչքան օրինակ կորուստ ունենա կամ ունեցել եք ռիսկ չէի, իմ աշխատավարձը ստանայի 400-450 հազար։ Մեր ռեսը տևում էր 10-12 օր։ Դե դա հաշվեք էլի կորուստը։ Հիմա ես ոնց որ ասած, հիմա պետք է մի հատ գնայի գայի, բայց կանգնած եմ։ Հասկանալի է, շնորհակալություն։ Դե իսկ հիմա երևի կկանչեն, խոսանք աղամի բան, մի լավ բան լինի։ Որովհետև իրոքից մենք անցնում ենք այդ երկիրը, իրանք ինչ իրավունք ունեն այդ կոնյակը վերցնել։ Մենք այդ երկրում այդ կոնյակը չենք ծախսում։ Իրանց տրանսիտը միտում դնում են։ Նորից եմ ասում, այդ որտեղ որ իրանք տանում են, դա ամենավատ տեղն է, որ կարան դաժե քեզ այդտեղից կալանավորեն, էլի։ Եթե քո բեռի մեջ մի հատ սխալ բան է։ Ժամանակ ես քամ ժամանակ սկի այդ տեղը չեմ անում, որտեղ է։ Ամեն մեքենան 940 նայ փող ամուսին երկու միտքի համար։ 940 հաշվացել ոնց լինի մի 100-150 լարել մենք ենք մեզի տենց ծախսելու փող, եթե հերթերի մեջ ենք մնում, իրանց մոտ էլ ամեն ինչ տանգ է, որ գալիս է, եթե բախտի բերման բետդ բան վեկալած չլնես ուտելու են, հերթերի ժամանակ 1000 ռուբլի տալիս էին, մաս կոլա մի հատ երջիկ էին տալիս, ֆորտ ծախողները։